Ռուսաստանում պատերազմը մոտ է ավարտին։ Իդեպ ասեմ ուզես, դա այդպես է, ինչքան հիմա խոսենք ասեն, չէ, այդպես չի Զելենսկին վերջացած է, Զելենսկի սպառված քաղաքական գործիչ է Ուկրաինայում եւ արդեն բացահայտ խոսում է հեղափոխության, հեղաշրջման, նաեւ ինչ որ պետական հեղաշրջման մասին Ուկրաինայում, քանի որ նա հրաժարվեց գնալ ընտրությունների, դա ժողովրդավարական, պես ասեմ, ճակերտավոր այդ կապիկների ժողովրդավարության բանալու լեգիտիմ են իրենք, բայց չգիտես ինչի հենց հասնում են պահով, պետք է գնան ընտրությունների լեգիտիմությունը ժողովրդավարությունը մի կողմ է դռնում, դառնում են փոքրիկ բռնապետիկներ, իրենցից ոչինչ չներկայացնող։ Ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտված է, Ռուսաստանը հաղթել է պատերազմում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Տրամպը գալու է իշխանության։ Դուք այս խոսքս կհիշեք, գալու է իշխանության Տրամպը, որտեվ Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարացումը լինելու է ի պաշտպանություն Ուկրաինայի Տրամպը։ Եվ ինչ է տեղի ունենալու։ Տրամպը մեղադրելու է նախկիններին, ինչպես որ այսօր կա Հայաստանում, դուք այս խոսքս կհիշեք, ասել որ նախկիններն են մեղավոր, քրեական գործեր, հանձնաժողովներ կստեղծվեն եւ այլն եւ այլն։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները կվերականգնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ռուսաստանում ընտրվել է Վլադիմիր Պուտինը միանշանակ ընտրվելու է։ 2 տարի, 3 տարի հետո Վլադիմիր Պուտինը կգնա թոշակի եւ կնշանակի իրեն փոխարինողին։ Ես դուք դա կտեսնեք ինքներդ։ Բայց Ռուսաստանը կմնա անսասան։ Ռուս-ուկրաինական պատերազմի հակամարտությունից հետո Ռուսաստանը իր ուշադրությունը սևեռելու է այս տարածաշրջանի վրա։